Ողջույն։ Ողջույն։ Էլի անձրև սկսվեց, էլի ցուրտ, էլի քամի, այո։ Նաշը տրում։ Ոնցեր են երկը։ Ինչ, որ երկը չգիտեմ։ Наша служба и опасна, и трудна. Ай, Армен. И на первый взгляд как будто не нужна. НКВщикները ավելացրել էին. На второй и третий тоже не видна. 12 աստիճան. Ամսաթիվն է քո վրա, Անահիտ ջան. 15 Ոնց կարա 15 Ճիշտ է։ Ես պրոստը մտածի Դավիթը 3 չառաջորն է թռել, բայց ինքը գիշերը թռավ էլ հենց 10-ին։ Սա աշխարհը ծաղկազարդով է չափում օրերը, դու քո տղայի գնալ գալու։ Նանսեն փողոց 14-ը մի խոսքով ապրիլի։ Իսկ մեր աղջիկը որ հասավ։ Օ, ամեն սիրուն նկարներ ա ուղարկում, ֆրանցուսկայ Վինեցիա։ Այո։ Ես ինչ թափառական երեխեք դաստիարակեցինք Անահիտ։ Այլ, մեկը չի հասցնում, հետ գային մյուսը, հետո անընդհատ անհանգիստ վիճակի մեջ է։ Մարգարիտաների կազմա, օրինակի չի ես անհանգիստ վիճակի մեջ։ Ինչ ա եղել, որ անհանգիստ ես։ Այ դրա համար էլ քեզանից թաքցնում ենք։ Գնալը։ Вообще սա։ Հələ լավ է, քամին մի քիչ հանգստացավ։ Խփում էր լուսամուտները։ Ու քամին գիտես որն է։ Բանը սևերնը-յուժնը։ Հյուսիսից հարավ։ Հյուսիսից հարավ, այո։ Բավականին ուժեղ բանը, քամին է ցույց տալիս։ Порывы ветра։ Մի խոսքով ապրիլը։ Հա, ինչ-որ Խեղճացել է մարտի դեմ, հա։ Խիա խեղճացել, ըստ պարավիուլերի մարտն է այդ օրերը իրան տվել։ Այսքան երկար, իրար վրա։ Մի օր արիվ դուշ եկավ կարգի։ Ամեն ինչը երկար է, այն այգին չտեսար ինչքան վաղտ էին նորոգում։ Եվ դեռ չեն վերջացրել։ Մեր պարավիուլերն է։ Լավ թեքվեն գայի պողոտա ու անջատվենք Անահիտ։ Բայց այն օրը, որ այստեղից վերևից նկարեցիր, այս պողոտան շատ գեղեցիկ էր։ Հենց այդ օրը արևոտ օր էր։ Որ պողոտան։ Այս դիմաց պողոտան, ոնց է կոչվում։ Հա, այդ պողոտա չի։ Փողոց։ Թոթովենց, հա։ Շատ գեղեցիկ կադրեր էին։ Հա դե քեզ ինչ կա, միջավ ես մոնտաժ եմ անում, դու մեծ էկրանի վրա կարգին նայում ես, ես տենց են նկարածները չեմ կարում տենամ մեծ էկրանի վրա։ Լավը գոնե iPad ունեցա, այ մարդ։ Թե չէ հեռախոսով։ Բայց ինձ ես ինչ մեղավոր եմ։ Ռիտի նման, հա։ Ձետ, բայց ես ինչ մեղք ունեմ։ Լավ։ Ուզում ես ես նկարեմ։ Գայի Դու մենակ մոնտաժով զբաղվում։ Ես նկարահանումները անեմ։ Հա։ Այո։ Լավ։ Այո։ Նորից սկսվեց անձրևը ուժեղանալ։ Հա, մենք էլ վեկացանք առավոտյան հաստատ որոշած որ պետք է մեքենան տանենք վերջապես լվանանք։ Այն ժանգոտ անձրևից հետո ինչ իմաստ ունի։ Կարող է նորից ժանգոտ անձրև գա։ Թեքվենք Տերեոն։ Դու ոնց ուզում ես Անահիտ, ես գնում եմ կոֆե խմելու։ Լավ, ես էլ ուզում եմ ասել երիքա էլ այդ կաֆեները նստենք։ Դու էլ հենց այդ րոպեին հետ ասեց։ Հա։ Դե չենք գնում։ Իսկ որտեղ էր այդ կոֆեն խմելու։ Փարիզյանում էլի երևի։ Դե կես ժամ առաջ տանես էլ խմել։ Էդ էլ ես ճիշտ ասում։
Հետո էլի տանը կխմես։ Իսահակյանի հետ Ճաշից հետո։ Դե գնանք բան։ Սուրբ Աննա երեք ինչքան էինք ուզում չկարացանք։ Երազանքները սիրականացնենք։ Բայց այնտեղ որ գնում։ Մենք համարյա ամեն օր անցնում ենք։ Մենք կլնենք ընդեղ այսօր։ Տեկվենք Մոսկովյան։ Անցրև։ Սրև անձվեր անվերջ։ Ոնց որ Մարյանովիչն էր երգում։ Ինչ էր երգում։ Դաժդի бескрайний։ Ջորջին, այո։ Այս ինչ որ ես հիշում։ Դե մի քանի անգամ Գնա բալիկ ջան։ Աբովյան փողոց։ Մենք ուրիշ զբաղմունք գտանք։ Գնում ենք Բաբաջանյանի համերգային սարայի մոտ։ Արզենք, որտև մերոնցից դաշնակահարուի է։ Այո։ Դե պատմում մի քիչ իր մասին, դու գիտես։ Պատմեմ Արմեն։ Դե ես հասկացա մեր նայողը իր մայրն է, ոչ թե ինքն է, դաշնակահարուին։ Նարինե Լուտոնյան։ Իրար մի 30 տարի ճանաչում էինք այդ ձևի։ Հա դուք հանդիպել եք։ Բա ոնց։ Բա ես էր այդ վաղտ։ Բա այդ ժամանակ հիշում Արի դուրս գանք Գևորգի շարունակենք անել։ վաղտ մենք հանդիպ ինքը մոտեցավ մեզ։ Հա, հիշեցի։ Այսենց օրը սկսվում է։ Հետո տես ինչ լավ տեղ է հանտրել։ Անձրևից պաշտպանված էլ է։ Բայց օրը չի սկսվում, օրը վերջանում է։ Հա, իսկապես մեր մոտ է սկսվում։ Այս ինչ երաժշտություն է, որտեղից է։ Հասկանա Ծիծեռնակն են նվագում։ Հա, այս ռուսականն է։ Երկ կա տենց։ Ստանիսլավսկու անվան ինձ բացակայ չդնեք, Ամոս Սահայան։ Գրական երաժշտական երեկո Սիլվա Յուզբաշյան, այո, Արսեն Ղազարյան, Նարեկ Մարգարյան եւ այլն։ Անվճար առաքում։ Տեսար որ ծիծեռնակներ մինչև այդ։ Հեսա էլի հայկական է։ Սա հայկական է, բայց սա հայկական չէ։ Ես Արմանն է կարծում ես։ Դե որ Արմանն է նա ծիծեռնակը էլի։ Sirutse tarfat
Եղավ։ Շնորհակալություն, ապրես։ Գնացինք։ Արման, Քեզ լավ օր։ նախորդ երկը։ Սրանից առաջ ծիծեռնակը չէր երգում։ Չես հիշում սրանից առաջին չէր։ Աջան։ Սրանից առաջ ինչ էր երգում։ Չէ, սրանից Մենք վիճեցինք սրանից առաջ, հեռվից լսում էինք, ինչ էր երգում։ Չես հիշում։ Երջանիկ մարդ ես, այ մարդ։ Երգում ու մոռանում ես։ Այ քեզ բան։ Էլա Վարմանը իր գործը անում է։ Հեռանում ենք, հեռանում։ Կարող է դու ես ջեմ երկես հետը։ Աջան։ Իրան ինչ կա, ինքը իր գործն է անում։ Ես փողը կհերիքի Իտալիա ուղարկենք Արմանին։ Արման ջան գնացինք, շնորհակալություն շատ։ Մի հատ տենանք ես չեմ տենում ստեղից։ Էդուարդ Սեթրակյան, ճամփորդական նոթեր, գեղանկար գրաֆիկա, ժամը 5-ից, հա? Հա, բացումն է 0804-5-ին։ Ցուցահանդեսը բաց է 8-ից, ոնց, մինչև ժամը 1-ն է բաց ցուցահանդեսը։ Շնորհություններ։ Տեսնում։ Իտալիա պետք է ուղարկել։ Հետաքրքիր է, այս տղայով ինչի չեն զբաղվում ոչ մեկը։ Ես թվում է ինքը ինչ-որ չէր ուզում։ Տես ինչ լավ եղանակ ան այդ, անձրև չկա,
Կոթն էլ մաքուր է, էլի, չէ։ Ո՞ց անձրև չկա։ Մենք ծառերի տակով ենք անցնում, քիչ է գալիս, բայց Էլ չասած, որ զոնտիկով ենք ման գալի։ Լավ ասեցի ես էլ։ Ուրեմն մի րոպե փակեմ զոնտիկս։ Գում ես։ Չէ, ոչ մի անձրև չկա, այդ կարաս փակես հանգիստ։ Մենակ կամերան մի փակի, հա։ Շատ մանր մաղում է։ Ողջույն։ Всё нормально, да. Да, и ты в такую же погоду. Молодцы. Ձեզ լավ օր, Անուշ ջան։ Хорошего вам дня всем. Спасибо. До свидания. Օտելի շատ ֆերեն է։ Նորեն գիտեմ, որ ինձ Բայց Անուշի ձեռը անձրևնոց չկար, անայդ, որ անձրև դա ինչ է անելու։ Վարդան Պետրոսյանն է, եթե չեմ սխալվում։ Դու լիզիկի մոտ ես գնում, հա, մեկ տուն են գնում։ Բարև ձեզ։ Էլ Փարիզում չի։ Հա? Էլ Փարիզում չի։ Դեքնում գալիս է երևի։ Հիշում ես մենք այդ թատրոնի մոտով անցանք Ռոբեր Ռոսեյնի։ Այո։ Իրապուշան Չէ, չէ։ Ուղղակի ինքը ելույթներից մեկում պատմել էր իր կյանքը բանը, որ այդտեղ է աշխատել բան Ռոբեր Ռոսեյնի թատրոնը։ շատ սիրուն շենք է։ Որ մեկը։ Աուքսի շենքը։ Ձերն էլ լավն է, բայց զիջում է։ Սա շատ գեղեցիկ շենք է։ Լավ շենք է։ Ինչ ալնելու չգիտենք։ Այստեղ էր։ Հայր ջան, այդ Թիֆլիս ռեստորանը, որտեղ Էլի Բեկյանի նկարներն էին։ Հիշում եք անցյալ անգամ որ ասեցի։ Պատկերասրահում էլի ժամանակակից արվեստի։ Ձգեց էլի։ Ինչը։ Ձեր տունը։ Вот моя деревня, вот мой дом родной. Ես էլ Պուշկին փողոցը, Այստեղ որ դերնից են քաշել, արդեն դա փողոցը ազատվել է ահագին։ ճիշտ ես։ Պուշկին չէ, Վիլյամ Սարոյանի փողոց։ Մերոնցից մեկը առաջարկեց փոխել Պուշկին փողոցը։ Մենք էլ փոխում ենք։ Չեմ հասկանում, ինչ էին այս շենքը Ռոզնվի ներկյան այդ։ Եվ։ Ոնց երբ, սաղ իմ կյանքը տենց էր։ Ոչ ես չեմ Մանկությունը։ Մեր շենքը ինչ գույնի էր։ Ապրել ես, բան ես արել։ Բաց վարդագույն։ Սիրուն գույնը թողավ, Ինչ-որ հաճախ էին տենց շենքերը ներկում, գիտես։ Ինչից ելնելով չեմ անում։ Լավ երեխա է, թշերով։ Դու թշերի կողմնակից ես, հա։ Դե փոքր երեխեքը պետք է ունենան լավ թշիկներ։ Իրանց սազում է շատ։ Ես ինչ է, հա, զատիկի կապակցությամբ, հա։ Իսկ նապաստակը ինչ կապ ունի։
էին Դե Զատիկի բոլոր բաները դամպաստակներ են։ Աստվածաշունչում ինչ որ Զրիկները, որ նկարում են, կողքն նապաստակամ։ հա, բայց ինչու Այդ չգիտեմ ինչու։ այս կաղնի է։ Անուշը գալիս է։ Արի արագ գնանք։ Չխանգարենք։ Նույնիսկ արև ատես։ Հա, ինչ որ Հատկացվում է պատրանների մեջ։ ոչ համարցակ, բայց իրականում, բայց Սա էլ շտապեցին, շուշուպացեցին, հիմա էլ հա, նորից այդքան հավաքելը մեծ գործ է։ հյուրանոցները ինչ են դրոշներ գպցնում միշտ։ Որտեղից է եկել տրադիցիան տենաս։ Ես արդեն հարց երկրորդ, առաջինը նապաստակ, երկրորդը հյուրանոցների դրոշերը։ Անայդ այդ փոքր ժամանակ ոնց էի սաղին տանջում այդ իմ հարցերով։ Դու հիմա էլ ինձ ես տանջում։ Մի րոպեում 5 հատ հարց էի տալի։ Իսկ չէր սպասում պատասխանեն, մի անգամից հետևից մյուս հարցն էի տալի։ Լավ, ինձ էդ մի պատմում, ինձ էդ շատ ծանոթ է։ Կյանքում ամենակարևոր բանը հարց տալն է։ Փողոցումյանցի, Ինչի՞։ որտեղ գնում ենք Բաբաջանյանի դան։ Հա, բայց ընդ հետաքրիր է, այս մայթը ինչ է, մի հատ զաբորը հետ կգանք էլի ոնց էր այս Աբովյանն այս լիքն է մեքենաներով։ Պրոբլեմ է գնալ գալը։ Հյուսիսային Պոգոտա։ Ինչ լավ ուղղություններ է քթած այմար, սա կարելի էր նես տոն սարքել էլի։ Դե ոմանց համար սա էլ է տոնը, իրենց մի Բան չունեմ ասել, գիտեմ։ Գիտեմ։ Երիտասարդությունը հավանում է։ Այ մի քիչ առաջ Toyota-ն էր։ Լավ Logan էր մոտները։ Ինչ ան այդ, ինչ ես։ Ասեց ձեզ տեսել եմ։ Հա, Կուզեիք դլուկ կապեք։ շնորհակալություն շատ։ Հավատում ենք։ Դե մեզ մաղում է անձրևը։ Չէ, չեմ տենում։ Մաղում է։ Ոյ, ինչ լավ գույներ են, ռեկլամային ափսոս չհասցրեց։ Խազեր, հայկական երաժշտական մրցանակաբաշխություն։ Այդ խազերն էլ հետաքրքիր բան չէ շատ։ Ու ինքն հենց ելևեջներ կարա բանանի, որ հասարակ են նոտաներով չի լնում։ Մոտավորապես տենց։ Այդքան բան գիտեմ։ Սա փլվում է մարդ այս հատակը։ Այս ինչ ծառա, անա այդ ինչ որ հետաքրքիր տերևներ ունի։ Հա, գեղեցիկ տերևներ են, գեղեցիկ էլ ծառա։ Այո։ Դա ինչ լավ է, նայի Կարաբալային։ Հա, տեսա ես երևից արդեն։ Ինքն էլ կաշտանի տակ է միջալոց։ Այս կաշտանը ինչի չեն շատ տնքում։ Դե նույն ծառը չի Արմեն, նույն տերևներն են։
Բայց ճիշտ ես ասում։ Բայց սրա վրա ինչի ծաղիկ չկա։ Լավ է, սազում է։ Բնական չեն, արեստական են, որ Չէ լուրջ։ միշտ բան լինեն, Հա, ճիշտ միշտ է։ Երևան, բայց այս կոթը լավ չեն դրել, արի ես ուղղել, այսպես։ Կընկնի Անահիտ, այդ որ դրել են մի բան գիտեն։ Այդ մարդիկ փորձել են, բան են արել։ Դե ես է փորձել։ Հա, դու ճիշտ ես, այն մեկն էլ էր կաշտան։ Ճիշտ է, այն իսկականը չի էլի։ Կոնսկի։ Հետաքրքիր է, Փարիզում են կոնսկի կաշտաններ։ Վայ ճիշտ ես ասում, այդ չգիտեմ։ Մենք չենք տեսել երբեք, որտեղ դա իրանք մայիսին, ապրիլի վերջին մայիսին են ծաղկում։ Մենք եղել ենք կամ ամառը, կամ չէ, ձմեռը չենք եղել Փարիզում։ Люблю Париж в начале мая։ Արևը գալիս անետ։ Ես ուրախ եմ։ Այս մեկն էլ է, տես ինչ-որ սուս-պուս բերը տնգել են արած։ Կրվի, վեճի։ Ուխուրների։ Այսում այն ժամուղել, ասում են նորա։ Ես արդեն որ երրորդ անգամ ան այդ մեքենայից դուրս են գալի արևա սկսվում։ Մեկ օր Երևան։ Դե գնանք են այդ։ Այս շենքս մեզ քանի տարի է մնալու։ Ոնց որ հռոմեական ինչ-որ հին շենքը լինենց են պահել։ Պլազա։ Ու ինձ թվաց այնտեղ կատու է, բայց մարդ է։ Որտե՞ղ։ Տանիքի այն անկյունում։ Հա, մարդ է։ Գործ անում է ինչ-որ։ Վարզը, հա, գլուխը Ես բարձրացրեց։ կաղնիներ են, տես։ Այո, կաղնիներ են։ Այս մասում լուրջ ծառեր են փաստորեն։ Սրանք բոլորը կաղնի է։ Գոնե ստեղ սուրճ խմեմ, այ Անահիտ։ Լավ էլի Արմեն ջան։ Արի նկարին տուն գնանք, համ սուրճ, համ հաց կուտես, համ էլ սուրճ կխմես։ Հա, տենց ինձ խափում տանում ես տուն։ Հետո Pizza di Roma, coming soon. Coming. Հիմա մանգանք։ Իսու՞մ է։ Սոֆիա պետք է լինի։ Հա։ Review։ Ես եմ։ Էսա։ Մորիս Ռավել։ Sorry, Ռավել։ Հա, բայց արդեն տես ապրիլի 10, 25, 22-ը կա, բա ուր է ապրիլի 18-ի աֆիշը։ Դե որ գրել է Անահիտ կլինի էլի միտեղ։ Սպասի։ Ոնց որ թե Տրիո է մեզ այ ոնց որ սպասում։ թե այս աղջիկն է, գիտես Սոֆիան, հա ինքն է, 100%։ Ահա։ Հեսա Դե Սոֆիա սպասի։ Մելիքյան։ Կամերան փոխեմ մի հատ լուրջ նայենք։ Սկսենք գլխավորից։ Մեջտեղը ուրեմն հիմա հերթով ցույց տամ։ Իսկ դուք ասես ով է։ Սոֆիա Մելիքյան, դաշնամուր,
Որտեղ է ինքը ապրում։ Ոյ, չգիտեմ, ինքը անընդհատ ինչ-որ գաստրոների մեջ է, բայց որտեղ ես կհարցնեմ մայրիկից։ Ինքը ինքան հետաքրքիր բաներ պատմեց, բայց ես հիմա չեմ ուզում դա պատմել։ Ես կհարցնեմ, եթե կարելի է, այդ վաղ ես կպատմեմ։ Սոֆիայի։ Ուրեմն Միքայելը, Դավիթը եւ Սոֆիան։ Իդխովին։ Բայց ուրբաթ ան այդ ընկերների շահանդիպը։ Դե հիմա կարելի է մի օր բաժերտից ոնց է զոհաբերել։ Այո, ես ինչ խոսքեր ես հիշում։ Տեսնում ես։ Բա մի հատ չմտնենք։ Դու բա չմտնենք, բայց անջատեմ նոր մտնենք։ Այո։ Մի հատ ուրախ երեխեքին ցույց տամ, առանց այդ կեսը անցան չհասցրեցի։ Են։ Շատ ուրախ էին է։ Պաղպաղակ են գնում, բայց ստեղ թանկ չի պաղպաղականեր։ Ես ստեղ չեմ կերել երբեք։ Չես կերես ստեղ։ Չէ, մի անգամ կերել եմ։ Ռոմի պապը եկավ այստեղից պահպանակ։ Բայց չի կպահում։ Են հերթի մեջ պաղպաղակ հասցրեցիր ու տեսան այդ։ Էստեղ են կանգնած է։ հիշում եմ։ Լևոնի հետ իմիջայնով։ Այո։ Լևոն ջան։ Ողջույն Լևոն։ Ասում եմ ես նույն պինգբերին է, ինչ որ Սայատնովա Աբովյանի անգլին է։ Հա։ Այո։ Դե ընդեղ ահագին մաչելի գներ էին։ Հա։ Այստեղ էլ գները կան գրած, նայի, Հա, նույնն էլ դու նայի էստեղ ես մի հատ ստեղ երաշտություն այնքան գնամ։ Հայրիկ Մուրադյան, ակունք, մայիսի 3-ին, հայկական էթնոգրաֆիա։ Ոնց էր գները ասա։ 1200 դրամից մինչև 350 դրամ։ Այդպես տարբերություն, հա։ 3 անգամ։ Մեծության տարբեր պաղպաղակներ։ Այս էլ է պաղպաղակ։ Մեկը զրկվել է պաղպաղակից։ Կատվոլն է, կլիզեր, չէ։ Այդ դժվար է ասել, գիտես, այդ պաղպաղակների մեջ այնքան առամատիզատ։ Կեցե ազատությունը։ Այո, կեցե ազատությունը, այո, ես լրիվ դետեչկինի նման սես։ Դե գնացեք օրը վայելեք։ Ստեսություն։ Նույները հեքին են։ Հա, Նկարեցին որով։ մենակ արդեն պաղպաղակներով։ Տեսնեց փոքր 300 դրամանոցն է երևի, բայց երջանիկ են, Էլդուսուս։ Ես մերոնք ասեցին ինչա, չէ, բայց չեմ հիշում։ Երևի մտնում էին այդտեղ նասոսները բանը, հա։ Ես էլ չեմ հիշում առ։ Ես էլ հրապարակը։ Դե լավ հետ գնանք, մեզ հրապարակը պետք էր անայ։ Մեզ դեր է պետք, Առնո Բաբաջանյանի դար։ Возле нашего дома есть одно место. Ողջույն։ Ոնց եք։
Վերջերը տեսնում եմ ձեզ։ Վերջերս։ Վերջերս 10 տարի նկարում ենք նոր եք տենում։ 10 տարի, չէ, պատահական ենք տեսել։ Պատահական որտեղ եք բնակում։ Շվեյցարիա։ Շվեյցարիա, հա։ Արե։ Երեք մերոնցից էլի տեսանք ընտանիք Շվեյցարիա, չէ, Շվեյցարիա չէ, ներողություն, շփոթեցի։ Շվեյցարիայից փողոցում են մարդներ Ամիրյանի վրա։ Հետո լավ է Շվեյցարիայում։ Իրանք Պարսկաստանից են։ Պարսկաստանից եք, հա։ Ինչքան ժամանակ է Շվեյցարիայում եք։ Ես արդեն 22 տարի կա։ Հա, որ քաղաքում եք։ Գերմանիայում եղել, հետո Շվեյցարիա։ Լուցերնայում։ Չէ, Լուցեն չէ, գերմանական մաս։ Գերմանական մասում եք։ Սուրիշից մոտ 80 կիլոմետր հեռու, դեպի բայց Գերմանիայի սահման Ավստրիա։ Դե մեկա չգիտենք Շվեյցարիան։ Երևանը ոնց է, դրանից ասեք։ Երևան միգեցի, որովհետև Երևանը միգանցի։ Երևանը Այնքը չի խոսում հայերեն։ No, I speak English. Ես հասկացա ինձ մի։ Մենակ դուք եք խոսում հայերեն, այս բոլորից։ այո։ Հա։ Դե ձեռի հետ սովորացրեք, ման եք գալիս։ Ոնց է Երևանը, ինչ են ասում։ Երևան տուրներ եկել է։ Հա։ Առաջի անգամ են։ Չէ, երկրորդ անգամ է։ Երկրորդ անգամ են։ Դե լավ, ձեզ լավ օր։ Մերսի։ Ստեսուն ձեզ։ Տենց անայդ։ Բայց Շվեյցարիա դժվար է, ոնց են գնում, չէ՞, այնտեղ։ Շվեյցարիան թանկ երկիր է շատ։ Դու հիշում ես մի հատ ֆիլմ կար, ոնց է կոչվում։ Նինո Մանֆրեդին էլ խաղում էր։ Դե բայց նա հին էր, երևի հիմա փոխվել է։ Չես հիշում այդ ֆիլմը։ Մի րոպե ես անունը կհիշեմ։ Խլեբ ի շոկոլադ։ Կինոյի անունը հիշում եմ, բայց կինոն Իտալիայից գալիս է Շվեյցարիա, որ մի գործ գտնի, փող աշխատի էլի ընտանիքի համար ու ինչ ծանր կյանք է մոտել։ Այդքանն եմ հիշում, ճիշտ ասած էլ չեմ հիշում ֆիլմը։ Շվեյցարիան թանկ երկիր է, հիմա էլ է թանկ։ Բայց ամենամաքուր Դե ամեն ինչը ամենա է այդ հետ։ Ու հետո բանը, վիսոկի ուռովին էլի։ Հա, այդ գիտենք Սաղասան այդ։ Ուղղակի տենց երկրները իրանք նենց մի տեսակ ինքնամփոփ են ինձ թվում այլ, չգիտեմ ինչ տենց է թվում։ Դժվար է ներխուժել հասարակության մեջ։ Իսկ կարող է արդեն չէ։ Մենք էլ հաուզեցին գնանք, հետո էլ գնացին Գամբուրգ, հիշում ես։ Հա, Շվեյցարիան, հա, ճիշտ է։ Համագործեցին հետ, կապնվեցինք Ալիկ Ասլանյանի, ու հետո գնացինք։ Դե մենք այդ թանկությունից վախեցանք։ Բարև ձեզ։ Հա։ Այն ժամանակ հատկապես, որ պաղնի էներգիա դի։ Հենց ստենասնենք, լավ։ Հա, պատոնի մոտ նստենք։ Ինձ մի հատ սուրճ էլի, արևելյան ունեք, դրանից մոտ։ Դարը չէ, շատ քիչ, թալիցերին։ Դու ջուր խմում ես անայդ, չէ, չէ, Սուրճը մի հատ, չէ։ մի հատ, սուրճը մի հատ։ Ահա, ես իմ սուրճը, տեսեք ինչ ձևավորություն է, ես սուրճն էլ լցնեմ որակը տնանք։ Տեսքը լավ է, բայց ջուրը շատ է, արդեն պարզա, որ ջրի կա ալնելու։ Լավ, համը տնամ կասեմ։ Այո, ժողովուրդ։ Անսպասելի ցենտր սուրճ էր։ Ասեմ նույնիսկ Փարիզյանից լավն էր։ Այսինքն Փարիզյանը ոնց է, մի քիչ մեկ լավն է ալնում, մեկ շատ լավն է ալնում, մեկ միջակ։ Սա միջակից լավ էր։ Տղային հարցրեցի, ասես ինչ է պատահել։ Ասում է գրամները փոխել ենք, մի քիչ շատ ենք հիմա դնում։ Դենանք գինը ոնց կդնի։ Ափսոս են հին գինը չեմ հիշում ճիշտ ասած։ Ամենայն դեպս նենց ինչ-որ աչքի ընկնող գին չէր։
կհիշեի։ Եվ հաճախ էի ստեղ մտնում, ճիշտ է, այս մեկը չէ, Կոմիտասի վրա։ Հիմա տենում եք, ինչքան ընդեղով անցնում եմ, մարդ չկա։ Զարմանալի է։ Ոնց է դու։ Ես դեր եմ։ Հեն են գործն անում, ես կամերայով արդեն լավ երևում է։ Այսինքն ավել կանգնեց այդ տեղան։ Ստեղ կհիշեք ինչ էր սրա տեղը։ Հակի ժամանակ ոչինչ չկար, հետո վերեցին մի հատ մեծ ջրավազան դրեցին, այս ջազվեի չափ գրեթե։ Հետո տեսան, որ անկապ է, նույնը փոքր սարքեցին։ Այս մեկը ֆագեցին, ընդեղ ավելի փոքր ջրավազան, հետո ոնց որ թե դա էլ ֆագեցին։ Համենայն դեպս, երբ որ Սովետի չեմպիոնատ էր շախմատի, ստեղ հետաձգված պարճաներն էին խաղում։ Այդ վաղտերը այդ ավազանը կար։ Հուշեր, հա։ 900 գրամ, հա, 880։ Չեմ տեսնում ես։ Ես տեսում։ Տեսում, շնորհակալություն։ Ակին կազդուրվեցի անետ սուրճից դու էլ հանգստացար էլի, չէ? Ինչի չա, նստեցի Facebook մտար, թե ուրիշ տեղ Էդ ինչ ես է անընդհատ կարդում Էնդեղ հտենց պատմվածքներ են ինչ-որ Разные рассказы, там հաջող, там շատ անհաջող Հա Արամի փողոց Արման էլեն դեղա Արմանը ազգանը չասեց Ինչը պայով էր, հասլյան էր, փիսլյան էր Դե միտեղ դու առաջի արկան, որ հանդիպեցին, ինքը ասեց իր անունն էլ ազգանունն Հա Կարիլ է կրտնել, եթե կեզ շատ է դա հետա Չէ Ասեց երկիչ եմ, ես էլ երկիչ կասում Երկիչ Արման Այսից Արման Ինքնամփոփ երիտասարդ Այսով կցեք ծաղիկը Գրած է տենց, հա, ես կենթանի վարդ է Որը? Այդ ակրտ Հա? Սա էլ էր էքսկուրսիայի միջայլոց Հա, ընդ երևի ասեց էքսկուրսավոտը, որ ձեռին ձեռ ես տալի, որդ լավ անցնում կամ շուտ ամուսնանում ես կամ չգիտեմ ինչ տենց մի բան հնարում են, չէ՞ միշտ Բայց ես տարի տեսա բանը Սուրբ Պետրոսին փակել էին լրիվ շուրջը, որ ոչ մեկ չմոտենա Պետրոսը բողոքել է, ասում է Ոտոս այ մարդ Տուրիստներին անպայման տենց պատմություններ է պետք էլի, որ
Սիրում են հետաքրքիր է տենց իրանց։ Դե ընդունի մեզ էլ էր հետաքրքիր պատմությունները։ Բա մենք էլ ենք տուրիստ, բա ոնց։ Բայց այս քայլող մարդը ես ինչքան անցնում եմ, ինչ-որ փոքր է մի տեսակ ինձ թվում։ Ես սկզբից մտածում եմ այն հետևի բանն է ուժեղ խանգարում, փոքրացնում է, էլի, էդ էլ կա իհարկե։ Նայ, այդ հեսա ամեն նվաճում կարևոր է։ Հա, այդ էր։ Toyota Երևան։ Շատ լավ խոսքեր է, ամեն նվաճում կարևոր է։ Բավական իսակը 22։ Դե հա, Aeroportի ճանապարհին է, էլի չես հիշում։ Toyota-ն։ Կարծեմ էլի Քոչարյանինն է։ Բրծավ է իրա։ Ունեցվածքը։ Չէ ոնց բրծում է։ Նորը մեկը ինչ-որ էլի Facebook-ով գերինքեր ունենում։ Ասում է ինքս չգիտի ինչքան փող ունի։ Համար դե այդ մարդուն հանգիստ թողել է։ Մարդ կավիճկա։ Չէ, մարդը էլի, էլի ինչ լավն են այս կաղնիները անայդ։ Լավ է Քոչարյան, Սերժ, Փաշինյան արդեն գլուխս գնաց դրանցից։ Այն բանն էլ գրել է, ով էր այնտեղ են, Արտուրը Վարդանյան։ Այն Սերժից բանից այնքան այդ բաները արդեն սաղ կտրած ծառեր, թե եսին ինչ։ Դե ես իրան սիրտ չդրեցի։ Ես ուզում եմ Արտուրին պատասխանեմ, Արտուր ջան, դու էլ Փաշինյանով ծնգել արիր արդեն։ Հասկացանք էլի։ Թող իր համար հանգիստ ընդ գործ անում, ինչ անում։ Բոկա Սվարովսկին, չեմ հասկանում։ Հա, վայ ճիշտ ես ասում։ Ստեղ է, չէ՞ գրած։ Կարա այն կողմը լինի, բայց այս Աբովյանի հասցեով լինի։ Հա։ Ես շենքն էլ շատ սիրում։ Այսը։ Գիտես այդ պատոհաններն են շատ գեղեցկացնում, չէ՞։ Դե գիտես, ընդհանուր ինքը նորոգած է լրիվ, էլի, տես պատոհանների մոտ sense լույսեր է դրած բան, էլի։ Լուսավորությունը իհարկե նշանակություն ունի։ Սա առաջ տենց գեղեցիկ չէր նայվում, էլի։ Չնայած միշտ էլ գեղեցիկ շենք էր, բայց շողշողած։ Ես էլ մեր 60 աստղանի հյուրանոցը։ Բայց անին գովում էր, ասում էր լավ հյուրանոց։ Հա, ոնց գովում էր։ Սուպեր հյուրանոցը։ Ես քեզ չասեցի այն ծանոթից բարեկամներ եկե, ինչ-որ միլիոներ էր։ Կինը ջհուդ էր։ Ասում է հանդիպեցինք, կինը ապշած էր, ասես լսի, սաղ աշխարհով մենք ման ենք եկել։ Բայց այդ ձևի հյուրանոց չենք հանդիպել։ Դե տենց չասես, բայց ասես շատ լավն է, շատ հավանել ենք ու զարմացել ենք մակարդակի վրա։ Ես ինչ փողոց է։ Բայց լայն է դարել Պուշկինը։ Հա, բա ֆուտբոլ ենք խաղում։ Ես ինչ քամի սկսեց։ Ավելի նեղ է թվում, Ճիշտ ես ասում, հա։ Ինչի հաշվին, հա, չեմ հասկանում։ Երևի այս բանը հյուրանոցը որ սարքել է, մայթը մի քիչ հետ են սարքել։ Կարծում ես։ Ինձ տենց է թվում, չգիտեմ։ Կարող է, գիտես, մեր պատուհանից որ նայում էինք, Ալոշը բանին, աստիճանին նստած մոտիկ էր ավելի։ Հա, երևի այնքան էր։ Մի քիչ հետ են տվել այս շենքը։ Այն խեղճտեղուն ինչ ա ուզում այ մարդ։ Ինչ եղավ։ Դե ես եմ երևի։ Այ Մարի գնանք միջև չենք ընկել փոքրիկի մեջ։ Այդ խեղճերին նենց հեշտ է անպատվել։ Չէ, բայց Չէ, խնդրած չէ։ Գնաս ճիշտն ասած մեկ-մեկ շատ նենց
Հայերեն ասած նագլի են քշում։ Вообще, Այդ առաքիչները իրանք լավ էլ աբնագլի են։ Դե հոգնում են երևելի։ Իրանք Ամբողջ օրը։ Դա ինչ լավ է այս բանը։ Զանավես կան, չէ՞։ Դե կարելի է ներկայացումներ դնել։ Շենքերը գեղեցիկ չեն, նայ, այս երկուսը։ Դա հասարակ սովորական շենքեր։ Մեր տան դիմացի շենքերին բան չասես Անահիտ։ Չէ, ինձ դուր, որ ասեմ ինչ-որ բան կա, յուրահատուկ, որ ուշադրություն գրավի, չէ։ Ստեղ երաժշտության քննություն եմ տվել։ Բայց քնձառոտ շենքեր են վաղ։ Հատակներն է փայտից ճռճռան։ Դե բոլոր այն ժամանակվա շենքերի հատակները փայտից էին։ Բաղդադ էին ասում, ինչ էին ասում։ Դե Բաղդադը հա այդ հատակը կարա Բաղդադի մեջ ելնի ինչ պարկ է օրինակ։ Այստեղ եմ ուզում հիշեմ հատակը ոնց էր։ Դե նույն բանը պետք է լինի էլի։ Որտեղ ներս մտել եմ ես։ Հիմա շատերը տները բան են անում, փոխում են, բետոն են անում այդ Բաղդադները։ Ջանջալ գործ է իհարկե, բայց անում են։ Հա, անում են, իհարկե։ Իմ տատիկի տունն է գտելս, որ եղբորից տղան արեց։ Հա, արեցին իրենք։ Հա, այդ դժվար գործ է։ Հա։ Արմանը նիխտ գնաց։ Այս Կինոմոսկվայի հրապարակին արդեն այս մայթից է պետք նայել, ոնց որ Մոպասանը հիշում ես, Էյֆելյան աշտարակը ասում էր, ընդեղ էր միշտ հաց ուտում, ասում եմ միակ տեղն է, որ չի երևում ես Զիբիլ աշտարակը։ Հիմա այս Սարոկյանի շենքն է, ստեղից չի երևում։ Չոզում ես եղանակը մեզանից։ Գժվել արդեն։ Հա, այս ինչ երկար բարակ ռեստորան Անահիտ։ Էս կար, բայց ուրիշ անունն է։ Ավրա։ Հա։ Հələ նայի ներքևն էլ տեղ ունի։ Հա։ Այո։ Դե լավ, հրաժեշտանք մտնենք մեքենան վերցնենք։ Հայր ջան, լավ մնաք։ Տեսություն ձեզ։ Տեսություն ձեզ, միշտ առողջ։ Եվ խաղաղ երկինք։ Սիրով Երևանից։